Ես վաղուց ֆանից բարկացած եմ։ Ժպիտով բարկությամբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելուց հետո Փաշինյանը դատաիրավական համակարգին շնորհակալական խոսք է հղում։ Այսուհանդերձ դեռևս հարցեր կան, որոնց պատասխանը չի ստացել։ Այդ միլիարդները Ռոբերտ Քոչարյանին ո՞րդից, ասում է բիզնեսով ենք զբաղվել։ Այսինքն մենք իրանք այդքան տենց ուժեղ բիզնեսմեն են։ 8 տարի երկրի իշխանությունը Փաշինյանի ձեռքին է, նախկին նախագահների ու պաշտոնյաների ունեցվածքի մասին ինչու են իրավապահները հիշում միայն այս օրերին, այն էլ խորհրդարանի ամբիոնից իշխող կուսակցության առաջնորդի ելույթից հետո։ Լրագրողի հարցը նախ վերաձևում է Փաշինյանը, ապա ոչ թե պատասխանում դրան, այլ անձամբ նոր հարցեր առաջ բերում։ Բա այս փաստերի հետ 8 տարի, լավ, հələ չեմ ասում է 17-18 տարի։ Այս փաստերի հետ Հայաստանի իրավապահ մարմինները ո՞նց են առնչվել։ Օրինակ այն քննիչները, այն դատախազները, այն օպերատիվ աշխատողները այս փաստերի մասին իմացել են, չէ՞։ Հայաստանի Հանրապետության դատախազներ, քննիչներ, օպերատիվ աշխատողներ, ինչ գործողություն են ձեռնարկել, որովհետև հանցանքի առերևու ցանկացած դեպքի պետք է իրանք բան անեն, արձագանքեն, ո՞նց են արձագանքել։ Բայց մեղավորության բոլոր սլաքները միայն դատաիրավական համակարգի կողմը չեն թեքված։ Իշխանության առաջին տասնամյակի շեմին կանգնած Փաշինյանի կաբինետն առայժմ չի հաջողել նույն համակարգի բարեփոխումների հարցում։ Նիկոլ Փաշինյանն ասում է, դատաիրավական համակարգից դեռևս տեղեկատվական արտահոսքեր, պարզ ասած սլիվեր կան։ Ես իրավապահ համակարգի առաջ դրել եմ, այդտեղ դրել եմ խնդիր, ասել եմ գթեք։ Եթե կոնկրետ ժամկետում չգտակ, ուրեմն բոլորը լինելու են ես համար, ում նայեմ ասելու եմ ուրեմն ինքն է։ Ունդեղ որտեղ իմ որոշումների տիրույթում է, որոշումներ եմ կայացնելու։ Չեմ նախանձում իրանց։ Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են տնավորված մնալ Փաշինյանի ձևակերպմամբ իրական Հայաստանի հողում։ Բաքվում դատում են 20 հայերի, բայց ըստ Փաշինյանի կողմնակի ներքին ու արտաքին ուժեր կան, որոնք այս խաղաղությունը փլուզելու մտադրություններ ունեն։ Ամեն կերպ փորձում են զգայուն հարցերի նյարդին ձեռք տալ։ Օրինակ, երբ Փաշինյանը հայկական Տիգրան փոխարեն Արարատի մարզի գյուղին ադրբեջանական անունն է տալիս։ Ես ասել եմ Քյարքի, արձանագրելով, որ կա այդպիսի տարածք։ Հայաստանի միջազգայինորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետրը այս թվաբանության մեջ չեն մտնում անկլավները։ Եթե մենք սրա հետ չենք առերեսվում, նշանակում մենք ասում ենք, որ Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքը 29743 կիլոմետր չի, այլ օրինակ 29755 քառակուսի կիլոմետր է։ Սա նշանակում է պատերազմ հայտարարել, ուղղակի չէ, բայց անուղղակի պատերազմ հայտարարել Ադրբեջանին։ Ադրբեջանի հետ նստել հարցերը քննարկել է ուզում Փաշինյանը, մինչև այդ ի տարբերություն կառավարության նախորդ ծրագրի, այսուհետև Ռուսաստանի հետ ոչ թե որպես ռազմավարական դաշնակցի, այլ սովորական գործընկերային օրակարգով կնստի սեղանի շուրջ Փաշինյանը, քննարկելու հայ-ռուսական հարաբերությունների կնճռոտ հարցերը։ Բա հիմա ես որ գրեմ ռազմավարական գործընկերությունը, երբ որ դուք հարցնեք 2022 թվականին ՀԱՊԿ եւ Ռուսաստանի Դաշնությունը անվտանգային ոլորտ իրենց պարտականությունները չկատարեցին, ինչի չկատարեցին, ես ինչ պատասխանեմ ձեզ։ Թե բովանդակային իմաստով ինչ տարբերություն ենք զգալու հայ-ռուսական հարաբերությունների խմբագրվող ձևակերպումից, Փաշինյանը հարցն անպատասխան թողեց։ Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու մասին որոշումը երկրների գերագույն գլխավոր հրամանատարների իրավասությունն է, բայց պետք է հաշվի առնել բոլոր հանգամանքները։ Հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Մասադիկովը։ Ըստ նրա, եթե Հայաստանի ղեկավարությունը տվյալ դեպքում վարչապետ Փաշինյանը հայտարարել է այդ մասին, ուրեմն հավանաբար կան տարբեր օրակարգեր։ Հիշեցնենք, որ վարչապետը օրերս հայտարարել էր, որ եթե ՀԱՊԿ որոշի հեռացնել Հայաստանին կառույցից, թող հեռացնի։ Решение ОДКБ исключит Армению или нет? ՀԱՊԿ-ի որոշումը հեռացնել Հայաստանին թե ոչ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշումն է, որտեղ խորհրդի անդամներն են մեր անդամ երկրների գերագույն գլխավոր հրամանատարները։ Այդ որոշումն իրենցն է, բայց ես կարծում եմ, որ որոշումներ կայացնելիս միշտ պետք է հաշվի առնել բոլոր հանգամանքներն ու պահերը։
Այս տարի անշարժ գույքի հետ կապված 15,000-ով ավելի գործարք է եղել նախորդ տարվա համեմատ։ Հիմա անշարժ գույքի շուկան շատ ակտիվ է, ինչը երևում է նաև վիճակագրությունից, շինարարությունից, կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Կադաստրի կոմիտեի ղեկավարի խոսքով անշարժ գույքի շուկայի ակտիվացման վրա կազդի էլեկտրոնային համակարգում պայմանագրի ինտեգրումը, ինչը քաղաքացիներին հնարավորություն կտա չլինելով Հայաստանում բանակցել կառուցապատողի հետ, բանկի հետ, ձեռք բերել գույքը հեռահար ստորագրման մեխանիզմով։ Շատ ուրախությամբ եմ արձանագրում, որ Երևանում տուն կամ Հայաստանում տուն ձեռք բերելը դառնում է տրենդային, այդ թվում սփյուռքի մեր հայրենակիցների եւ նաեւ այն մարդկանց համար, ովքեր ուղղակի ուզում են ներդրում անել, կան նաեւ այդպիսի մարդիկ, որ մտածում են, որ Հայաստանում տուն ձեռք բերելը լավ ներդրում է, որովհետեւ տունը ձեռք են բերում, վարձով են տալիս եւ այդ գույքը ունի բարձր լիկվիդայնություն, այսինքն ըստ անհրաժեշտության ավելի հեշտ կարող է դա վաճառվել։ Ավելի քան 1 միլիարդ 326 միլիոն դրամ կհատկացնի կառավարությունը անկախության 35-ամյակի տոնական միջոցառումներին, որոնք կանցկացվեն Երևանում, Կապանում, Վանաձորում, Գյումրիում եւ Իջևանում։ 1 միլիարդը նախատեսվում է սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվելի գլխավոր տոնական միջոցառման համար։ Ակնկալվում է շուրջ 40,000 հանդիսատես։ Հանրապետության հրապարակում ծրագիրը բաղկացած կլինի երկու մասից՝ պատմամշակութային ներկայացումից եւ համերգից։ Ներկայացման հիմքում հազարան բլբուլ, հեքիաթի եւ առասպելի մոտիվներով մշակված կոնցեպտն է։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եւ Չեքիջանի ազգային ակադեմիական երգչախմբի ելույթներից բացի ելույթ կունենան էստրադային աստղեր։ Դատարան ուղարկված քրեական վարույթների կտրուկ աճը ոչ միայն ծանրաբեռնում է դատական համակարգը, այլև մտահոգություններ է առաջացնում նախաքննության որակի եւ վարույթների մասնակիցների իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Քննչական կոմիտեի տվյալով 2026 թվականի առաջին կիսամյակում դատարան է ուղարկվել 9910 քրեական վարույթ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 62.2%-ով ավելի։ Փաստաբանները սակայն ընդգծում են, դատարան ճանապարհված վարույթների թվի աճը ինքնին դեռ չի վկայում քննության արդյունավետության կամ որակի բարձրացման մասին։ Իրենց ցուցանիշներով ուզում են ցույց տալ, որ արագ են քննում կամ գործերի քննման արդյունավետությունը բարձրացել։ Արագավարտելը իհարկե բխում է քրեական արդարադատության շահերից, բայց ինչքանով են դրանք բազմակողմանի օբյեկտիվ լրիվ քննված, ինչքանով են արդարացի մեղադրական եզրակացությունները, ինչքանով են օրենքին համապատասխանում, դա այլ հարց է։ Միաժամանակ աճել են նաև հանցագործությունների վերաբերյալ հաղորդումները։ 6 ամսում քննչական կոմիտեն ստացել է ավելի քան 41,000 հաղորդում, 16.6%-ով ավելի, քան 1 տարի առաջ։ Մեծ ծավալը քննիչներին կարող է ստիպել գործերն ավարտել սեղմ ժամկետներում, ասում են մասնագետները։ Նրանց պնդմամբ, եթե արագությունը ապահովվում է քննության ամբողջականության հաշվին, թերությունները տեղափոխվում են դատարան։ Դատաքննությունը երկարում է, իսկ անձը կարող է տարիներ շարունակ մնալ մեղադրյալի կարգավիճակում եւ կրել դրանից բխող սահմանափակումները։ Հապճեպ քննությունները, հապճեպ որոշումները բերում են թերի քննության, ինչը ազդում է եւ քննության որակի, եւ դատական process-ի եւ անձի իրավունքների վրա։ Արդյունավետություն չեն տալիս, բայց այդ արդյունավետությունը մենակ իրենց համար է արդյունավետ դառնում եւ անարդյունավետ է դառնում պետական բյուջեի վրա։ Խնդիրը կապում են նաեւ քննիչների տարիներով կուտակված ծանրաբեռնվածության հետ։ Փորձագետների խոսքով բազմաթիվ բարդ վարույթների միաժամանակյա քննությունը նույնիսկ փորձառու քննիչների աշխատանքի դեպքում կարող է հանգեցնել բացթողումների, սկսած չկատարված քննչական գործողություններից մինչև ապացույցների ձեռքբերման կարգի խախտումներ։ Պիսի բացեր են լինում եւ թերություններ, որոնք ի սկզբանե ակնհայտորեն խոսում են այն մասին, որ օրինակ տվյալ ձեռքբերված ապացույցը չի կարող երբևէ լինել օրինական, կամ ձեռքբերված ապացույցը օրենքով սահմանված կարգով ձեռքբերված չէ։ Փաստաբանների գնահատմամբ փորձառու մասնագետներին նոր կադրերով կտրուկ փոխարինելը խաթարում է ինստիտուցիոնալ եւ մասնագիտական փորձի փոխանցումը։ Նոր մասնագետների ներգրավումն անհրաժեշտ են համարում փորձագետները, սակայն սերնդափոխությունը պետք է լինի աստիճանական, որպեսզի քննության արագությունն ապահովելու փորձը չհանգեցնի դրա որակի նվազմանը։
Սա մայրաքաղաքի փողոցներից մեկն է, Դավիթ բեկը, ոչ թե հեռավոր գյուղի խուլ փողոց։ Վարորդների համար այս ճանապարհն արդեն 5 օր է ոչ միայն պատուհաս է, այլև դարձել է վտանգավոր։ Մի քանի հատվածներ պատասխանատուներն այդպես էլ չեն ասֆալտում, նույնիսկ փոսալսում չեն կատարում։ Վարորդները զայրացած են, ասում են, այս ընթացքում միայն խոսքեր են լսում, որ հիմնանորոգում են կատարելու, իսկ գործնական քայլեր այդպես էլ չկան։ Սա էլ է Դավիթ բեկի փողոցում ժողովրդին հայտնի մռուի մոտ, մյուսը վերևում էր մռուից, սա ներքևում։ Այստեղ նույնպես տեսնում եք, ոնց որ մի սենյականոց տուն բացած լինի քաղաքապետարանը, բայց ոչ թե տուն է, այլ փոս, որը պատուհաս է դարձել արդեն 15-ից ավելի վարորդների համար։ Այսքան օր է այս վիճակն է։ Հա ախպեր։ Մեքենաների անվահեծաններն ու թափարգելներն են կոտրվում, անվադողերը պայթում, քիչ չեն եղել այն դեպքերը, երբ մեքենաները փորձել են խուսափել փոսերից, հայտնվել են մայթին, բախվել ծառին։ Ինչն է կոտրվել։ Ստեղ ընկար, հա։ Էսի չկար, էլի։ Նոր են բերե դրե։ Ոչ մի բան չկար, այն քարը, այն փուճուրի քարը։ Այստեղ է դրա, այսը սա իմն է։ Հա։ Ես բարձրեցի, ուզում էի ցախանեի, բայց կպտելու է ուրիշ ավտոյի հետ այդ բռոցի։ Ու ընկար ստեղ, էլի։ Ասի ավելի լավ է իմ ավտոն ջարդեն, ջարդելով այն այս օրից տանը գնացի այն մարմարի աշխատանքները։ Բասան արհեստավորներ կեկան քաշին, հանի որ լրթարային իրավիճակ չլինի։ Իսկ թե ով է փոխհատուցելու վարորդների կրած վնասը հայտնի չէ ու մինչդեռ աշխատանքները ձգձգվում են, այդ վնաս կրած վարորդների թիվն ավելանում է։ Քաղաքապետի ու քաղաքային իշխանության ուշադրությունն են հրավիրում օր առաջ խնդիրը լուծելու համար։ Օգոստոսի 26-ին մահվան ելքով վրա էր թե եղել Արարատի մարզում։ Մարմարաշեն բնակավայրի վարչական տարածքում 35-ամյա Դավիթը Մերսեդեսով վրա էր թե ենթարկել 62-ամյա հրաչային։ Վարորդը փախուստի չի դիմել, հազանգից հետո օպերատիվ ժամանակ բժիշկների հերթապահ խումբը տուժածին տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել է Երևանի բժշկական կենտրոն, սակայն ավելի ուշ տուժածը վիրահատարանում մահացել է։ Ի դեպ դեպքի վայրում բարեկները հայտնաբերել են մեկ այլ Մերսեդես, որը պատկանել է վրաերթի ենթարկվածին։ Օգոստոսի 26-ին Ծովագյուղ Շորժա Վարդենիս ճանապարհին բախվել են Տեսլան ու Մարդատար Ֆորդ Տրանզիտը, վերջինը կողաշրջվել է, Տեսլան էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել Ձորակում։ 11 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են, մի մասը ճամբարակ ամբուլատոր բժշկական կենտրոն, մի մասն էլ Սևան բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ ժամանակ փրկարար Ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճամբարակի իր շեջ փրկարարներն ու Շողակաթի հենակետի հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խումբը։ Վիրավորներից մի քանիսին էլ հիվանդանոց են տեղափոխել ոստիկանության Պարեկային Ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Փրկարարները վիրավորներից մի քանիսին դուրս են բերել ավտոմեքենայից, մոտեցել շտաբ օգնությանը, իսկ վիրավորներից 5-ին դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածով հիվանդանոցներ են տեղափոխել պարեկները գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագտեսի պատասխանատու Ներսի Գրիգորյանի գլխավորությամբ։ Օգոստոսի 27-ին Երևան-Սևան ճանապարհին բախվել են 28-ամյա Արման Նիկիյան եւ 27-ամյա Միքայելի Հոնդան։ Մեկ հոգում առաջին օգնության են հասել քաղաքացիները, հետո ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել է հիվանդանոց։ Բախման հետևանքով Կիան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել գազոնի վրայով։ Օգոստոսի 26-ին Փամբակ համայնքի բազում բնակավայրի 7-րդ փողոցում 36-ամյա վարորդը GCB մակնիշի տրակտորով դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Փրկարար Ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 շեջ փրկարարական ջոկատի փրկարարներն են ժամանել, նաև ոստիկանության Պարեկային Ծառայության Լոռու մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի պարեկները։ Եվ առեղծվածային ու ողբերգական դեպք է եղել Գեղարքունիքի մարզում Սևան-Իջևան ճանապարհին գտնվող հանրային առաջին լողափում ափից մոտ 60 մետր դեպի Սևանալիչ հայտնաբերվել է քաղաքացուտի։ Չրասուզակ Վահե Մելքոնյանն է նրա մարմինը դուրս բերել, իսկ պարանոցին քար է կապված եղել։ Ավելի վաղ իրավապահները մահացածի տանը երկտող էին հայտնաբերել, որտեղ նա հայտնում էր ինքնասպանություն գործելու մտադրության մասին։